Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունն արգրավել է աննախադեպ քանակությամբ ոչ ակցիզային ծխախոտներ եւ ալկոհոլային խմիչքներ։ Անօրինական գործունեության մեղադրանքով ձերբակալվել է 7 անձ։ Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները տարիներ շարունակ Շիդաքարթիում ապօրինի կերպով շահագործել են ալկոհոլային խմիչքների գործարան, որտեղ արտադրել են տարբեր վրացական ու արտասահմանյան ապրանքանիշերի խմիչքներ։ Հետաքննության արդյունքում գործարանի շրջակա տարածքից արգրավել է նաև ավելի քան 300,000 տոպ ոչ ակցիզային ծխախոտ։ Հետաքննությունը շարունակվում է եւ մեղավոր ճանաչվելու դեպքում մեղադրյալներին սպառնում է 7-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։ Ռուսթավիում ձերբակալվել է 1 անձ, հատկապես մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը եւ վաճառքին նպաստելու համար։ Նրա անձնական եւ բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց արգրավել են ամֆետամին թմրանյութի 185 փաթեթ։ Նա նախկինում դատապարտված է եղել։ Հանցագործությունը նախատեսում է մոտ 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է 1987 թվականին ծնված անձ, որը հետախուզվում էր տարբեր հանցագործությունների համար։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նրան ձերբակալել են, երբ նա փորձում էր սահմանահատել ուրիշի անունով տրված անձնագրով։ Մեղադրյալը հետախուզվում էր 2004 թվականից առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու եւ սեռական ոտնձգության մեղադրանքով։ Նշված տղամարդն արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ընդդիմությունը հանրությանը մանրամասներ է հայտնել այսպես կոչված խաղաղ տապալման ծրագրի մասին։ Պահատաբուրջ Ուլաձեն պարզաբանել է, որ ընտրությունների օրը կայանալիք հանրահավաքի համար նախատեսված կլինի 3 վայր։ Միևնույն ժամանակ նույն օրը հանրությանը կներկայացվի նախարարների կաբինետը։ Բուրջ Ուլաձեն նաև նշել է, որ ժամը 8-ին նրանք արդեն պետք է իշխանությունը հանձնեցնեն ընդդիմությանը։ Նշված ծրագրին անդրադարձել են մյուս ընդդիմադիր կուսակցությունները։ Գախարիայի կուսակցության համար այդ հայտարարությունները լուրջ բնույթ չեն կրում։ Ընտրությունների վերաբերյալ իրենց կարծիք հայտնելուց հետո Լելո կուսակցությունը չի բացառում հանրահավաքին մասնակցելը։ Իր հերթին իշխող թիմը խոստանում է խաղաղություն եւ լիարժեք ընտրություններ։ Հոկտեմբերի կեսերին խորհրդարանում նախատեսվում է ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի մասին նոր օրինագիծ։ Նախաձեռնությունը պատկանում է վրացական երազանքին։ Ըստ փոփոխությունների պետական ծառայողները, քաղաքական պաշտոնյաները, ոչ առևտրային իրավաբանական անձինք, հանրային իրավունքի իրավաբանական անձինք եւ պետական ձեռնարկություններում աշխատող անձինք, եթե նրանց նկատմամբ Վրաստանի քրեական օրենսգով նախատեսված պաշտոնեական կամ ֆինանսական հանցագործություններ կատարելու համար դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, ապա պարտավոր կլինեն 30 տարի շարունակ ամեն տարի կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյին ներկայացնել իրենց գույքային վիճակի մասին հայտարարագիր։ Վրաստանի խորհրդարանը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում հոդվածներով նշվում է, թե որ պաշտոնեական հանցագործությունների նկատմամբ է ակտիվորեն վերահսկվելու բացահայտված անձանց գույքային վիճակը։ Այսօր վիզայի ազատականացման չեղարկման համար իրավական հիմք չկա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Մակաբո Ճորիշվիլու խոսքով կառավարությունը բարեխղճորեն միշտ արել եւ անում է ամեն ինչ այս ուղղությամբ ու հենց Վրաստանի կառավարության օրոք էլ երկիրը ստացել է այս առանց վիզայի ճանապարհորդության հնարավորությունը։ Ըստ նրա Վրաստանից պահանջվել է ներկայացնել լրացուցիչ տեղեկատվություն որոշակի զեկույցների վերաբերյալ, որն արտաքին գործերի նախարարությունը հիմնվելով Վրաստանի կառավարության տարբեր մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների հիման վրա տրամադրել է Եվրամիությանը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման մասին շեշտը դրել է Մեգոբարի ակտի օրենքի չընդունման վրա, ինչի վրա ըստ դիվանագետի ընդդիմությունը կապում էր մեծ հույսեր։ Մակաբո Ճորիշվիլին անդրադարձել է նաև Սալոմե Զուրաբիշվիլու եւ Թինա Խիդաշելիի ելույթին Հելսինկյան հանձնաժողովում ու նշել, որ տխուր է, երբ տեսնում ես, թե ինչպես են նրանք վնաս հասցնում սեփական երկրին։ ԱՄՆ նախագահը եւ առաջին տիկինը ժամանել են Լոնդոն։ Դոնալդ ու Մելանիա Թրամփները բնակություն են հաստատել Ուինֆիլդ Հաուսում, շենքում, որը 1955 թվականից ի վեր ծառայել է որպես Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի նստավայր։ Թրամփը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ եւ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար։ ԱՄՆ նախագահը նաեւ կարճ մեկնաբանություն է արել լրագրողների համար, նշելով, որ սեպտեմբերի 17-ը մեծ օր կլինի։ Ի գիտություն այսօր Թրամփը կհանդիպի Մեծ Բրիտանիայի թագավորի հետ։
Գազայում իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Իսրայելի կողմից ցամաքային հարձակման սկսվելուց ի վեր հազարավոր բնակիչներ լքել են անկլավը։ Որոշ բնակիչներ դեռևս հրաժարվում են լքել տարածքը։ Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակը հայտարարել է, որ առաջիկա օրերին ավելի շատ զորքեր կմիանան ցամաքային գործողությանը, բախվելու համար մոտ 3000 Համասի զինյալների հետ, որոնք ըստ Իսրայելի դեռևս գտնվում են Գազայում։ Գործողության գլխավոր նպատակը Համասի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելն ու խմբավորման լիակատար ոչնչացումն է։ Գործողությունը կշարունակվի մինչև նպատակին հասնելը։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ Լեհաստանը չի կարողանա փրկել իր քաղաքացիներին Ռուսաստանի զանգվածային հարձակման դեպքում։ Sky News-ին տված հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին համեմատել է Ուկրաինայի եւ Լեհաստանի ռազմական կարողությունները։ Զելենսկին նշել է, որ Լեհաստանը պատերազմի մեջ չէ եւ համապատասխանաբար երկիրը պատրաստ չէ հետ մղել լայնածավալ հարձակումը։ Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան կարող է մարզել գործընկեր երկրների ռազմական անձնակազմին, որոնք օգնում են իր երկրին պատերազմի սկզբից ի վեր։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակման ժամանակ մի քանի անօդաչու թռչող սարք խախտել Լեհաստանի օդային տարածքը։ Թբիլիսիի Բեթանիայի գյուղում կկառուցվի լեռնադահուկային հանգստավայր։ Նախագծի շրջանակներում տարածքում կկազմակերպվի 500 մետրանոց լեռնադահուկային գոտի։ Նախատեսվում է ենթակառուցվածքների ամբողջական բարեկարգում։ Կվերականգնվի արտաքին լուսավորության ցանցը ու կտեղադրվեն գիշերային դահուկավազքի համար նախատեսված հատուկ լամպեր, ինչպես նաև ժամանակակից տեսակի ճոպանուղի եւ կկազմակերպվի արհեստական ձյուն առաջացնող համակարգ։ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցության Գորիի գրասենյակում ներկայացրել են մեծամասնական թեկնածուներին եւ անցկացրել նախընտրական հանդիպում։ Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Գորիի համայնքապետարանը հատուկ նշանակություն ունի ինչպես շրջանային զարգացման, այնպես էլ երկրի անվտանգության ու կայունության համար։ Թեկնածուները ներկայացրել են իրենց տեսլականը, թե ինչպես պետք է զարգանա Գորին եւ նրա գյուղերի կյանքը։ Պարզիր, թե որ տեղամասում պետք է քվեարկես հոկտեմբերի 4-ին։ Դրա համար անհրաժեշտ է ստուգել տվյալները Water Georgia CSGO բջջային հավելվածում կամ CSGO.g կայքում։ Կարող ես նաև օգտագործել արագ վճարման սարքը։ Ժամանակին ստուգիր տվյալները եւ օգտագործիր քարտեզը, տեսնելու համար, թե որտեղ է գտնվում քո ընտրատեղամասը։ Նկատի ունեցիր, ընտրողների ցուցակում փոփոխություններ կատարելու դիմումը հնարավոր է ներկայացնել մինչև սեպտեմբերի 16-ը։ ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ընտրական վարչությունը էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող ընտրողներին առաջարկում է տարբեր ծառայություններ ադրբեջաներեն եւ հայերեն լեզուներով ընտրություններին հավասար մասնակցելու համար։ Ընտրողների միասնական ցուցակի տվյալները կարող եք ստուգել ԿԸՀ վեբկայքում։ Թարգմանված է քվեարկությանը մասնակցելու համար։ Ընտրողների միասնական ցուցակ։ Ընտրական քվեաթերթիկը եւ դրա լրացման կարգը։ Քվեարկությանը մասնակցության պաստառ։ Ընտրությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ կապի կենտրոնի համարին 251 0051։ ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ են։